Ապտակը հետևյալն է եղել, մարդը կառավարության նիստ է հրավիրում, նիստում հելնում է, որպես վարչապետ, Արցախում, ընտեղի վարչապետն է։ ասում է, դուք այս էշերով եք ասում կռիվը հաղթել։ Դրանցից այդ նախարարներից մեկը, որ պիտի պատասխան տային, ոչ մեկ չի պատասխանում, գալիս են ինձ ասում, որ վերջ սենց այդ է, ես ասեցի չէ, որ ես օգոստոսից արդեն կամանդուշ եմ, ես կառավարության անդամ չեմ։ Ինձ մնում էր այդ էշել, որ ասում են, որ կարող է տարբեր ձև ընկալեք։ 6157 զոհ ունենք, մի այդքան էլ հաշմանդամ, մի հատ խուլիգան փողոցային, եկել է վիրավորում է այդ ամբողջին, իսկ Արամ Զավենի Սարգսյանը մեծ տավ, որ բացատրի հրավիրի պարոն վերջի 8 տարի ծառայել եմ այդ երկրին, հարցնեն, ինչի համար դու ապտակեցիր այդ մարդուն, կամ գլխով խփեցիր թե ոտով։ Ինչն էր պատճառը։ Մի բան պիտի լինի, չէ՞, այսինքն մարդը եկել է պղծում այդ 6157 զոհը, այդ հաշմանդամները, այդ բոլորին էշ անվանում։ Ինչ պիտի անեիր։ Հա, մեդալ պիտի տայինք։ Հասկացավ Անուշավանը թե շատ շուտ հասկացավ։ Այն գիտես չէ, որ ասում է հենց այս որ ուժ ես գործադրում, ասում է բա շուտ ասեիր, էլի։ Կանք ուժ գործադրել։ Չէ, ես ուզում եմ այս խնդրում, որ հասկանան այն մարդիկ, որ ասում է բոլորը կողմ էին այդ խնդիրը լուծման, ինքը իր ելույթի մեջ ասում է, ու հետո բացատրում է, որ բանա, բայց կա էթիկա մարդը ձեզ ծառայել է 8 տարի, պատերազմը կառավարել, ղեկավարել, հաղթանակաբերել, գոնե մի անգամ կարծիք հարցնեք, եթե բարձ եք բոլորդ ձեր նկատմամբ։ Եթե դուք դա չեք արել, դա համար երբ որ ասում եմ ես բերաններդ փակել, չէ որ ամեն մի քայլափոխի ասում ես եղբայրս հաղթանակա տարել, պահեք։ Այդ եղբորը հաղթանակը ինձանով, ինձ նմաններով է տարել։ Հասկանում եք, եթե դուք դանով պարծենում եք, եկ մի հատ եղբորը պատմությունը հետ գնա, նայի, ով ինչ դեր է խաղացել, ով է եղել, այդ պարծանքդ գոնե հասկաց ինչ ես ասում։ Անկեղծ ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել, ես մեկ անգամ գրել էի Վազգեն Սարգսյանը Հայաստանում, Սամվել Բաբայանը Արցախում։ Այս երկու անհատականությունները ապահովեցին մեր հաղթանակը։ Հիշում եմ Արամ Զավենի Սարգսյանը նաև այսպես ասած հիմա ինչ են ասում, լայքել էր, հավանություն էր տվել իմ գրածին, բայց թե հիմա ինչ է տեղի ունենում, ես չգիտեմ։ Գանք նորից ճակատային հարցերին։ Ասում են, որ ձեր ձեռն ընկած կանանց կոռուպցիա չեք արել եւ պարզապես բռնաբարել եք բոլորին, շատերին եւ այլն եւ այլն։ Եկեք այս հարցին էլ ինձ անընդհատ գրում են, բախի չես հարցնում։